Բարի երեկո հարգելի հետևորդներ, ուզում եմ մի հատ կարճ երեկոյան ելնեի, քանի որ դեպքերը անընդհատ զարգանում է։ Նախ ուզում եմ ձեզ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է իր եղբայրական Թուրքիայում, թուրքերի հետ աղբերություն անելուց բացի գնալուց Կապույտ մզկիթ գնացի, դե չասեմ գիշերում ծոսնա քնելու ինք իր թիմով որ տարել է, գնացել է հայ հոգևորականները չեն ընդունել Նիկոլ Փաշինյանին։ Չեն ընդունա, ասма ոչինչ չեն ընդունա, ես կգնամ իրանց մոտ։ Զորով պիտի գնա մտնի ներս, էլի։ Այսինքն հերիք չի հայ ազգին վնասա տալիս Հայաստանում, հիմա էլ պիտի գնա ընդեղ թուրքական զորքերի օգնությամբ մտնի եկեղեցի զորով ները սատանեն մտնի իր գործանի։ Բայց այս ընթացքում Երևանում կազմակերպում է ցույցեր թե հանրահավաք Բագրատ Թրավելը եւ էլի 9 հոգու բռնել է տալի։ Ժողովուրդ ջան, ես էլի եմ կրկնում, տեսեք, հարգելի հայ ժողովուրդ, ովքեր անընդհատ փորձում են Բագրատ Սրբազանի հետ գնալ, Լրբազանի կամ Թրավելի, ոնց կուզեք ասել։ Նա հայ ազգի են կորիզն է վերցնում, անընդհատ վերցնում է խմբեր, տանում բռնել է տալիս, տեսնում է մեջներից ով ակտիվ կա ազգային բռնել է տալիս։ Հերիք չի գնաք, մեղք չեք դուք։ Եթե դուք ցանկություն ունեք դատվելու կամ ցավ ստանալու, ես իմ երկար, Արտակ Սարգսյանը ձեզ պարզ օրինակ։ Չեք տեսնում, կանչեց կողքը կանգնեցրեց 5 րոպե հետո բռնել տվեց, սարքեց գոռաց խփեք պայթեցրեք բոլորին վերացրեց, հաջորդ անգամ էլի մի երկու շաբաթ առաջ էր բռնել տալի, հիմա 9 հոգու էլի բռնել տալի, հետո վերջ ուր է հասնելուց ես, մեղք չեք ազգային տղեկ եք, մի միացեք այդ չասեմ ինչին, այդ Թրավելին, այդ մա տանում է հայերին վերացնում թողում է, պարզա։ Ուզում եմ մեկ բան էլ ասեմ այսօրվա իրավիճակից, որ Հայաստանի հանդեպ ցանկացած փոփոխություն, որ փորձել է Նիկոլը անի, Նիկոլը արժանանալու է անվար Սադաթի ճակատագրին։ Մեկը տակը գրել է բացվեր սամալյոտը կխփեն, այ մարդը ամփերի կարող է գալուց խփեն, կարող է Երևանում ավտոն պայթեցնեն, կարող է մի ուրիշ բան սարքեն։ Ինչ եք շտապում, ցրցամ տված է։ Ռուսաստանը այդքան ասեց ես ձեզ, տեսեք ինչի եմ սա ասում, ես ձեզ եկեք իմ մոտ երկուսի հաշտություն կնքել տամ, Նիկոլ Փաշինյանը ձև տվեց իբր Ռուսաստանը թշնամի է, բայց իր կարճ խելքով թուրքն ու ադրբեջանցին բարեկամը ինքը գնացել է նրանց հետ կնքելու։ Իմիջիայլոց ասեմ, որ այս պահին կրակում են հայկական գյուղերի վրա եւ տանիքներ է վնասվել։ Իրենք գնացել են թմով թուրքերի տակ են պարկել, Հայաստանում թուրքերը կրակում են։ Ու մեր ոչ մի զինվորական այդ մասին, ոչ մի սուտ գեներալ շտաբի պետ ասֆալտի գեներալ բոլորիդ հետ եմ ասվի։ Հիմա բոլորիդ հետ ու մասսան պարը կբացատրեմ, ոչ մեկ չի կանգնում այս հարցի լուծման տակ։ Ցավալի է, բայց այսպես է։ Ոչ մեկ չի կանգնում, Արցախից եկած գեներալները էլի ասֆալտի, որ նորմալ տղեկին խփին ժամանակին ասել եմ, հեսա հատուկ եմ շեշտելու։ Շահեն Մեղյանին սպանել տվեցին, որ Շահումյանը գրավեն։ Նորայր Դանելյանին սպանել տվեցին, որ Մարտակերտը ծախեն թուրքերին, հետո հայ զորքը մտցնեն գրավեն։ Եթե Մարտակերտի դեպքում ստացվեց, Շահումյանի դեպքում մինչև Գյուլիստան գյուղի անտառներ էր ստացվել։ Հիշեցնեմ ձեզ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ Շահումյանը Գետաշեն, Մարտունաշեն կամ Ազատ, որի տակ նաև Եվրոպայի Մինսկի խումբներ ստորագրած Ֆրանսիան, դա մտնում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության մեջ ըստ փաստաթղթի։ Հիմա մի հատ անցում անեմ այս մասից, նորից կգամ։ Այսօր երկու հատ զանգ եմ ստացել Ռուսաստանից, երկու զանգներ Շահումյանցիներից։ Մի զանգի տիրոջը ճանաչում էինք, ինչ չէր ճանաչում, զանգել էր թե ինչ ես ասում, շահումյանցիները վատն են բոլորը, ուրեմն ես բացատրել եմ, որ բոլորը չէ, հիմա էլի կասեմ, բայց այդ մարդուն ճանաչում էի, չասեմ անունը, ինքը սխալ էր բայ, տենց էլ անցանք գնաց, երկրորդը նոր 5 րոպե առաջ ինձ զանգել է մի շահումյանցի, բավական գրագետ, հավես, հանգիստ, հայի կակեցվածքով, նորմալ, զանգել է ինձ ասում է Գագիկ ջան, սենց, մեզ ասել եք վատ ենք զգացել։ Ուրեմն ես բացատրեմ բոլորին, որ իմ հետևորդն եք եւ իմ հարգելի հետևորդին խոսեցի, դրեցի ու տղան շատ գրագետ հավես մարդ է։ Ասում եմ հարգելիներս, իմ հարգելի արցախցիներ, շահումյանցիներ, գետաշենցիներ էս իշտեղ, որ ասում են շահումյանցիների մեջ չի նշանակում բոլոր այդ մարդիկ։ Ես շահումյանցի ընկերներ ունեմ շատ։
Էրկեշտի ընկերներ ունեմ, Մանաշիցի ունեմ, Երևանում ապրող տղեկ, շատ շահումյանցի ընկերներ ունեմ։ Չէ, ես որ ասում եմ, ամեն մարդ ինչ եք ձեր վրա վերցնում։ Գիտեք ոնց է, էլի եմ կրկնել, հազար ասել եմ, եթե մեկը իր վրա վերցնում է, ուրեմն ինքը ինչ-որ տեղ մեղավորություն է զգում։ Ժողովուրդ ջան, հիմի որ կանգնեք ասենք Հայաստանից մարդ գիտեմ, օրինակի համար փչացած ես, պիտի հելեմ նեղվեմ։ Այդ ինչ է Ռուսաստանի հայերի, որ ասում են բոլորը վերցնում եք, հո բոլորին չի վերաբերվում, միշտ ասում եմ, չէ, ամեն տեղի մեջ լավն ու վատը կա թե Ռուսաստանի հայերի, ցավոք սրտի Ռուսաստանի հայերի շատ քիչ տոկոսն է հայերեն ասել, այդ ասել են։ Եվ որ շահումյանցիքին էլ անում եմ, ովքեր պարզ երևում են, որ իշխանության հետ գործարքի գնացած, եկել են Հայաստան գործարքների մտած, բոլոր իշխանության հետ ոչ մի լավ բան չանեն, աշխատողներին քցեն, Հայաստանում, Ռուսաստանում քցեն, է ճիշտ եմ ասել։ Հա, բայց մյուսները կան, ինչի ես պիտի ասեմ խեղճ Շահումյանցու համար, որ իր հանապազորյա հացը Հայաստանում է վաստակում, Ռուսաստանում, Եվրոպայում, ես թե Եվրոպայում շահումյանցիներ գիտեմ, հենց կարամ ասեմ գնացեք տեսեք, շատ կոպիտ իրան հարցրել եմ ու պատասխանել եմ խանութի մեջ։ Շահումյանցի է, ասում ես որտեղից ես, ասում է Գրաժդանի Սովետского Союза, բայց հայերեն էր խոսում։ Մոտեց ասում եմ, ինչի փոխեցիր ռուսերեն, ասում է, ես չեմ ուզում հայ լինեմ։ Շվայնֆյուրտ քաղաքում թողելն են գնա ռուսական խանութում տեսնել։ Այ քեզ բան։ Ես որ ասում եմ, իմ խոսքի ամեն ինչը ստուգած եմ ասում, ես ոչ մի տեղից չեմ վերցնում։ Եթե մեկին ասում եմ քցել ես, ուրեմն քցել ես։ Անուններ չեմ տալիս, եթե չեմ ասում։ Ես այսօր հաղորդմանը էլի ասեցի, առաջին մասում բան արեցի, ոնց որ նամյոկ արեցի, մի հատ հասկացրի, որ ես ինչ ասում եմ, ասածից տեղն եմ։ Իսկ ինչ վերաբերում է շահումյանցիքին, հարգելիներս, էլի եմ կրկնում։ Ոնց կարա մի տեղից 1000 հոգին է բնավորությամբ վատն են, եթե 1000 հոգի կամ 20000 հոգի։ Չի կարա տենց բանել։ Ես որ ասում եմ, գիտեմ, փաստերով ասում եմ։ Ասել են Գետաշենցիկին բերել էին բոլոր տեղերը, բանը ռեկետ էին նշանակել։ Բանում բոլորը չի նշանակվում, որ ինչքան են 3500 հոգի Գետաշենցիկան, 3500-ն է ռեկետ էին։ Անայց մի հատ բան կասեք, որտեղ ում ճանաչեցի ռեկետերը տե։ Հիմա ու բոլոր Գետաշենցի։ Հիմա պետք է կանգնեք հատ գյուղերով գրեմ, հա։ Մովսիսյան Վալոդ, դու լավն ես, Նիկողոսյան Ալեքսան, դու տենց, Կարապետյան Կարապետ, դու վատն ես։ Մի խոսքով, այս թեման մոռացեք բոլոր շահումյանցիներ, ես նոր անգեց էր մեջ, այսով որ տարածում է, իմիջալոց իմ համարը Հայաստանից տվել են ձեռքի համարը, ոնց հասկանում եմ, ով որ տվել է, չգիտեմ կագեբեիշնիկա, հերո ծանոթա, մոտիկ ծանոթա, ընկեր ջան, եթե տղամարդկություն կա մեջը, տեսքան մի հատ զանգի ասա համարը տվողը, ես եմ, որ ինչ որտեղ ասեմ շնորհակալություն, բայց ասեմ ընկեր ջան, լավ ես անում, բայց առանց իմ ասելու, համարս միցիր, ինձ մեկն ասում է կարող է փոխես, ուրեմն ոչ ձեր համար եմ համար փոխելու, ոչ այն մյուսների։ Ես էլի եմ կրկնում, ես ձեզանից ոչ մեկից ոչ վախեցած եմ, ոչ եկած։ Ձեր տերերից ինձ բան չեն անում, դուք ով եք որ հելել եք ամեն մեկը խոսալ։ Էլի եմ կրկնում, հարգում եմ բոլորին, վատին պետք է ասեմ վատ, լավին լավը։ Շահումյանցու մեջն է վատու լավը կա, Երևանցու մեջն է կա, Շիրակցու մեջ, ես ծնունդով Շիրակից եմ, ամենաշատը Շիրակին եմ քլնգում, այդ ոնց է։ Գորիսեցու մեջ եկա, սրա մեջ եկա, բայց որ ասում ենք ամեն մեկը թոթուն ձեր վրա չեք վերցնելու։ Այ քեզ բան։ Ինչա դուք պատասխան եք տալի հիմա 150 միլիոն ռուսի տեղը, որ վատացել եք։ Եվ էլ եմ կրկնում, համարս տվող 24 ժամ քեզ ժամանակ։ Զանգում ասում ես ես եմ տվել, չասեցիր, այս որ զանգում են հիմա Ռուսաստանից, դու տես քեզ պլյուս 21 եմ սկսելու քո հանդեպ, որ դու գնաս վառվես, եթե այդ քո ծանոթներին դու համար ես տալիս, ապեր, համար ես տալիս, զանգի ասա ես եմ տվել ընկեր ջան, սենց հարց ա եղել տվել եմ, ես եք ասեմ ընկեր ջան, լավ ես արել, բայց մյուս անգամ ինձ հարցրա նոր դու, զանգի ասա Գագիկ ջան, ես ինչ մարդը սենց հարցով ա, տամ թե չէ, ոչ թե դիրցրի։ Ես դրանից չեմ նեղվում, օրական 10,000 զանգ եմ ստամ, կարամ հիմա հեռախոսս բացեմ ցույց տամ, մեջը քանի 100-ատ էլի զանգում նամակ կա։ Բայց անելուց մի քիչ չափի մեջ արեք, չէ ես 24 ժամ, վաղ այսօրին կհելեմ հաղորդման 21 պլյուսով քեզ անանուն ինչ պետքա կասեմ, գոնե դու Շահումյանցիկի մոտ խայտարակ կլնես։ Հա, եթե այդքան տղամարդ չլնես, տղամարդուց եք խոսում։ Իսկ ինչ վերաբերում է ում ինչ ասում եմ, ես գիտեմ ինչ եմ ասում։
Վատին վատն եմ ասում, լավին լավն եմ ասում։ Ես կյանքում չեմ խափում, ցանկությունը չունեմ խափելու։ Ու որ շեշտում եք խաչը դոշիդ կախածա խափում ես, խաչը իմ դոշին կախածա, դուք եք խափում, եղա։ Մի փորձեք ընենց արեք նորից վերհիշեմ։ Եթե ձեզ սև PR-ը պետք բիզնեսում, ինձնով սև PR մի եղեք, ես հասկանում եմ դա։ Մոտներդ մարդ չի գալի, ուզում եք անուններից շեշտվի, որ մարդ կա։ Ֆիլիպ Կիրկորովն եք տառը 60 քանի տարեկան մարդը հետևը բացում, որ իր մասին խոսեն։ Չեմ անելու։ Փորձելու եք ուլտիմատումի գնաք, ուլտիմատում կստանաք, փորձում եք ուղրաժատի գնալ, ուղրաժատ կստանաք, գործողության կանցնեք, մեկին 100 եք ստանալու, չփորձեք հանգարցին վախը բացել, ում հետևի ծակ ուզում եք մտածեք, Պուտինին եք մտե, Սերժինը, Լևոնինը, թե մնացած, ես բես բոլորիդ եմ ասում, չփորձեք հանգարց որևէ մեկը լավ տղա զգաք ձեզ, ինչ կարա կանեք դուք 100 այդքան կանեմ ես, Եվ մոռացել եք ում այդ գործ ունեք, այսքան հանրային աշխարհի ավելի քան 112 երկրում լսվում է խոսքս, տարբեր երկրների հայեր, գժի տեղեք դրեց ես, կամ դու համար ցրող, մեծ զանգի ասա գագո համարը տալիս եմ, ասեմ լավ ես ամ, ոչ թե ղզիկի պես սարին ասա համարս չտաս, 24 ժամ ժամանակ, տես քեզ ինչ եմ անելու համար ցրող, Զանգի ասա, ես ձեն չեմ անի կանցկացնեմ կեթա, 24 ժամ ժամանակ քեզ, չզանգեցիր, ուրեմն հենց սկսեցի ես քո մասին պլյուս 21 սարքել, ուրեմն դու Շամյանցիների գոնե աշկին կդառնաս հետ։ Հարգելիներս, օրվա մեջ շատ դեպքեր ալում, շատ մարդիկ են ալում, քանի որ սկսել եմ ես արդեն կպնել Ռուսաստանի խավերին, սկսել են ռուսական ազգային անվտանգության տակ գտնվողները Ասես էժանագին բաներ ան, բայց մի մոռացեք, ոչ Ռուսաստանում դուք ամենակարող եք, ոչ է ձեր կարողներն են ամենակարող, ընդեղ ավելի կարևոր մարդիկ կան, մի մոռացեք, որ ես 2 տարի կռեմ եմ աշխատել, հասկացաք, թե չհասկացաք էլի, մի մոռացեք, ամեն ինչի վրա հելնելու ճանապարհ կա, խելոք մնացեք տեղներդ, Նիկոլը ասաց հանգիստ նստեք տեղներդ, իհարկե Նիկոլը տենց էր ասում, թքել եմ Նիկոլի վրան էլ, Սերժի վրան էլ, Քոչարյանի վրան էլ, Լևոնի վրան էլ, եղավ, որ կռիչներից ուզում եք օգտվեք, չփորձեք հանգած վախս բռնեք, շատ վատ բաներ կլինես, լուրջ եմ ասում, ես ուղրաժատ եք ընդունում, ոնց ուզում եք ընդունեք, առավոտից իրիկուն համար սեկցրում արա, Զանգեք ասեք գաղո ջան, հարց կասեմ հա ցավդ է տանեմ, հեն այդ տղեն վերջի զանգեց, հետը շատ կուլտուրական ասեց, համարը ջնջեմ էր չեմ զանգի, չեն ջան ասի, երբ պետքա զանգի, որ դու սենց հավեսով իսկական հայ ես, երբ պետքա զանգի, վсё, մի փորձեք ժողովուրդ, մի արեք այն բանը, որը պետք է ազդի ընդհանուր ազգի գործի վրա, ես բան ու գործ թողած ընկնում եմ այս բաների վրա, Հազարումի մարդ ունենք տենալու ես երկրի մեջ ես երկրից դուս, խո չեմ բարձրը ձայնելու ձեզ, Ստեսություն ձեզ, էլի նորից կրկնում եմ, ես հարգում եմ են հային, ու մեջ աստծո լույսը կա, իսկ ով գնում է կեղտո, ծախելու, լպիր, շտակից գնալու, ուրիշի տակ պարկելու բերանը բաց, ես այդ հայերին ընենց բերանը բաց կթողեմ, կոկորդիլոսը իրան կնախանցի, եղավ, առայժմ